Հեղեղված փողոցներ, լճակներում գրեթե ջրասույզ եղած ավտոմեքենաներ, արտակարգ իրավիճակ Նոր-Նորքի Գյուրջան փողոցում ավտոմեքենաներն արգելափակումից հանելու համար օգնության են հասել փրկարարները։ Մի քանի ժամ է պահանջվել, որ բոլոր մեքենաները դուրս բերվեն ջրից։ Առաջին անգամը չէ, որ անձրևից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարակից հատվածում արհեստական լիճ է գոյանում։ Նույն պատկերն էր նաև մոտ 2 շաբաթ առաջ տեղացած անձրևից հետո։ Այս անգամ քաղաքային իշխանությունը որոշել է հետաքրքրվել, թե որն է նույն տեղում հսկայական քանակի ջրի կենտրոնացման պատճառը։ Ուզենայի պարոն Կարոյան հասկանալ Գյուրջանում ինչա կատարվում, ինչ խնդիր ունենք այդտեղ։ Պարոն քաղաքապետ, Գյուրջան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակումը տեղի ունեցել, որի հիմնական պատճառը նա է, որ այդ հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո ջրի կանգ առաջանում։ Կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր եւ տեղային լուծումներ են պետք։ Ջրի կուտակման խնդիր կա նաև մայրաքաղաքի այլ փողոցներում։ Պատճառը, սակայն, ոչ թե լանջերից հողի ու քարի զանգվածի հոսքն է, այլ հեղեղատարերի փակ լինելը։ Սեբաստիայի հատվածում ա եղել, Սեբաստիայի հատվածում Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում, այս պայծամ Երևան քաղաքը մենք թվով 50 հեղեղատար հասցների անհրաժեշտություն արդեն գույքագրել ենք եւ ունենք նախագծել, որոնցից 2-ը արդեն ֆինանսավորվել են։ Մալաթիայում գոյացած լճակն առավոտյան դեռ չէր ցամաքել։ Իսկ Արգավանդում հորդառատ անձրևի պահին ասֆալտ էին փռում։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Հետևի դուրը բաց իջնեմ ես։ Բացի իջնեմ աշխատանքի եմ։ Բացի արդեն։ Արդեն 1 շաբաթ է հասարակական տրանսպորտում այս վիճակն է, վարորդ ուղևոր փոխադարձ վիրավորանքներ ու վեճ։ Մենք ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ, որը վերածվել է կռվի եւ հարձակում է եղել վարորդի վրա։ Ես գիտեմ, որ 3 անձինք ձերբակալվել են եւ ոնց որ 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով։ Խառնաշփոթը սկսվել է քաղաքապետի հրահանգից հետո, որ ուղևարցը հավաքելու պատասխանատվությունը վարորդների ուսերին է։ Ես իրավունքից Սիրելի երևանցիներ։ Ավինյանը հիացած է վարորդների զուսպ պահվածքով, գոհ է նաև 1 շաբաթվա հսկողությունից, ասում է վճարողների քանակը միջինացված հաշվարկով 15-ից 30% ավելացել է։ Ուզում եմ առաջին հերթին իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածությամբ։ Իրապես տպավորիչ է եւ իրականում որքան էլ որ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք մնում են հիմնականում անվրդով։ Վճարումները հսկելու համար անցած տարի քաղաքային իշխանությունը հանձնարարություններ տվել հսկիչներին, բացի այդ օրենսդրական փոփոխություններ արվել ու որոշվել էր տուգանել չվճարող ուղևորներին։ Հիմա պարզվում է վճարը հավաքելու պարտականությունը վարորդի վրա է դրված աշխատանքային պայմանագրով, այնուամենայնիվ դեռ չվճարող ուղևորներ կան։ Չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հələ մի հատ ելույթներ ա ունենում, հələ մի հատ հորթուբորթ ա գալիս, հələ մի հատ էլ ագրեսիվ ա։ Եվ մենք ենք մեղավոր, մենք բոլորս։ Ինչ են ասում են մարդիկ, ովքեր որ չեն վճարում։ Ասում են տեղ չկա ավտոբուսում։ Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի։ Մարդիկ երկար սպասում են կանգառներում, տրանսպորտի գալու դեպքում էլ գերբեռնված լինելու պատճառով շատ անգամ չեն կարողանում տեղ գտնել։ Երթուղիներում բավարար թվով ավտոբուս չունենալու համար Ավինյանը չվճարող ուղևորներին է մեղադրում։ Քաղաքապետը կոնկրետ հաշվարկներ է արել, թե քանի ավտոբուս կարող են գնել, եթե բոլորը վճարեն։ Այս հաշվարկը ցույց է տալիս, որ շաբաթական մի 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք։ Այս հաշվարկը, սա ինչ անշանակում, որ շաբաթը 2 ավտոբուսի նոր ավտոբուս կարայինք առնենք, շաբաթական, այդ չվճարողների հաշվին։
Ինչ իրավունքների մասին կարող է խոսել ուղևորը չվճարող քաղաքացին, երբ իր պարտականությունը չի կատարում, ասում է քաղաքապետը։ Չվճարող ուղևորներն էլ նշում են, որ չեն պատրաստվում վճարել չբարեփոխված, բայց թանկացած տրանսպորտի համար։ Վարորդների հսկողությունից հետո բոլորը կսկսեն վճարել, թե խառնաշփոթն ու միջադեպերը կշարունակվեն, դեռ պարզ չէ, բայց որ քաղաքային իշխանությունը մեղքի ամբողջ բաժինը բարդում է չվճարող ուղևորի վրա, ակնհայտ է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն,